Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մասսայական սպանություններն ու Դամասկոսի նոր իսլամական վարչագահի անօրինականությունը։ Սոկարի ներգրավումը Վրաստանի մեջ հակահայկական քարոզչության սադարման գործին մեջ, Գեղարդ։ Մարտի 9-ին Ախալքալաքի Վաչյան գյուղին մեջ բարի օրեր։ Սուրյո հայ համայնքը վտանգի մեջ, թրքամետ խմբավորումներու հարձակումներու պայմաններուն մեջ։ Համասկայնի Դեթրոյդի մասնաճյուղը գխտանե հայերենը մանկական խումբով։ Հիշված եւ անմոռանալի։ Մագի գողմե հայերու թեմ իրականացված ցեղասպանության ճանաչման 40-ամյակը նշելու միջոցառում։ Երևանի մեջ կդեղատրվի Միսակ Մանուշյանի քանդակագործ Սարգիս Պապայանի հեղինակած քանդակը։ Դամասկոսի նոր իսլամական վարչագահը իրականացուցած զանգվածային սպանություններով ամբողջովին գործընծուցած է իր ստուգաբանությունը Սուրիա եւ Կիլիկիա։ Ընտրություններու հարցը վերածվել է անկարևոր խնդիրի, քանի որ երկրի մեջ տիրող բռնաճնշումները ովևէ ժողովրդավարական գործընթաց չեն ցկեր։ Այս իրավիճակին ալավիները, հայերը, քրդերը եւ մյուս ազգային ու գրոնական փոքրամասնությունները պետք է շտապ ազատագրվին այս նոր վարչագահեն։ Անոնք կանգնած են անմիջական սպառնալիքի առջև եւ պետք է համախմբվին, ստեղծելով իրենց սեփական կառավարությունը, մինչև հնարավոր ցեղասպանության իրականացումը։ Միջազգային հանրությունը չի գտնար անդարբեր մնալ այս իրադարձություններու նկատմամբ, քանի որ անցյալի ողբերգական իրադարձությունները հստակ ցույց կտան նման լրությունը միայն կնպաստի նոր հանցագործություններու կատարմանը։ Բաքուն եւ Սոկարը Վրաստանի մեջ ոչ միայն գխոչընդոտեն հայանպաստ միջոցառումները, այլ կդարածեն ադրբեջանական քարոզչությունը։ Սոկարը, ըլլալով Վրաստանի խոշորագույն ներդրողներեն, գվերահսկե երկրի գազամատակարարման 90%-ը, ապահովելով Բաքվի քաղաքական ազդեցությունը։ 2020 թվականի Արցախյան պատերազմեն վերջ Ադրբեջանը եւ Սոկարը ծավալած են իրենց գործունեությունը, փորձելով խափանել հայանպաստ իրադարձություններն ու տարածել հակահայկական քարոզչություն։ 2021-ին վրացի քրոմը կազմակերպած էր Artsakh International Solidarity համերգը Արցախին աջակցելու համար։ Սակայն Սոկարի ներկայացուցիչները սպառնացել էին չեղարկել այն։ Չնայած ճնշումներուն, միջոցառումը կայացել էր ներգրավելով վրացի եւ օտարերկրյա արվեստագետներու։ Բաքուն նաեւ կկազմակերպի այցեր թեպի բռնագրաված Արցախ, ներգրավելով Վրաստանի էթնիկ ադրբեջանցիներուն։ 2024-ի հոկտեմբերին նման այցեր կատարվել են Շուշի, Ագնա եւ Ստեփանագերտ։ Ադրբեջանի աշխույժ քարոզչությունն ու Վրաստանի մեջ ազդեցության մեծացումը կրնան ասել տարածաշրջանի գայունության եւ հայ-վրացական հարաբերություններու վրա։ Մարտի 9-ին Ախալքալաքի Վաչյան գյուղին մեջ բարի օրեր, որուն կմասնակցեին ինչպես տեղական, այնպես ալ հրավիրված բարային համույթները։ Վաչյան գյուղը մարդաշատ էր եւ աշխույժ, այն պատճառով, որ դարբեր վայրերեն բազմաթիվ համույթներ ժամանած էին գյուղի ակումբը ելույթ ունենալու նպատակով, ցուցադրելու հայկական եւ վրացական ժողովրդական բարի գեղեցկությունը։ Ակումբը լի էր հանդիսատեսով։ Ներկա էին Մելքոն Մագարյանը, Նայիրի Երիցյանը եւ դեղական իշխանություններու այլ ներկայացուցիչներ։ Փարադոնը բավականին երկար ճանապարհ հանցած է։ Մենք միշտ հանդես կուկանք մեծ քաղաքներու բեմերու վրա։ Ինչու գյուղերու մեջ ալ փարադոն չկազմակերպել, գյուղերը ներսեն ցույց տալու համար։ Այդ իսկ պատճառով որոշեցինք մեր գյուղ հրավիրել անսամբլներ գյուղի մշակութային կյանքը զարգացնելու համար։ 3 ելույթ ունեցավ 14 համույթ։ Գազམ་ագերբիչները շնորհակալություն հայտնեցին դիմին այս միջոցառման թույլտվության համար։ Իսկ գյուղի բարերարին միջոցառման նյութական ապահովություն դրամատրելու համար։ Հյուսիսային Սուրյո իրավիճակը կմնա լարված, հատկապես ալավիական ափամերձ շրջաններու մեջ, ուր թրքական աջակցություն ունեցող Համզատ եւ Ամշատ ծայրահեղական խմբավորումները գիրականացնեն չարթեր։ Սուրյո քրիստոնյա համայնքներու ղեկավարները համատեղ հայտարարությամբ քննադատած են իշխանություններու ազգային համերաշխություն ապահովելու տանտաղ ընթացքը։ Մինչդեռ կառավարությունը դեպքի վայր բանակային ստորաբաժանումներ ղրկած է միայն 3 օրվա ուշացումով։
Դամասկոսի հետ համացանցային գաբը գործընծուցած են դեռ հայ եւ Սուեդա նահանգները, ինչը գրնա գապ ունենալ ներգա կամ սպասվող իրադարձություններու հետ։ Քեսաբի մեջ իրավիճակը զգուշավոր հանգիստ է, սակայն վտանգը կպահպանվի, քանի որ շրջանը կվերահսկվին թուրք զինյալներու կողմէ։ Նոր իշխանություններու ներքին տարածայնությունները խտրականության եւ հարձակումներու աճ առաջացուցած են փոքրամասնություններու նկատմամբ։ Այս պայմաններուն մեջ Հայաստանի իշխանություններու անկործությունն ու թրքամետ քաղաքականությունը վտանգի տակ կտնեն Սուրիահայ համայնքի գոյությունը։ Սուրիահայերու դարհանման համագարկված ծրագրի բացակայության պատճառով համայնքի աբական կմնա մշուշոտ, իսկ հայկական մշակութային ժառանգությունը խոցելի։ Դեթրոյթի համազգային հայ գրթական եւ մշակութային միությունը նախաձեռնած է նոր ծրագիր հայերեն խաղային խումբ 1-3 տարեկան երեխաներու համար։ Ծրագիրը, որը կկազմակերպե շաբաթական 1 անգամ, նպատակ ունի փոքրիկներուն ծանոթացնել հայերենին եւ հայկական մշակույթին։ Խումբի ընթացքին երեխաները կխաղան հայկական խաղալիքներով, կկարդան գիրքեր եւ միասին կշփվին հայկական միջավայրի մեջ։ Խումբի ղեկավար Սոսի Շերնեզյանը կշեշտե նախաձեռնության կարևորությունը, ստեղծելով փոքրիկ հայկական անկյուն, ուր երեխաները կբացահայտեն իրենց ժառանգությունը։ Համազգայինի այս ծրագիրը կնպաստի հայերենին կապվածության ձևավորման, ապահովելով լեզվի եւ մշակույթի շարունակական փոխանցումը Դեթրոյթի հայ համայնքին։ Բոստոնի շարքը հայկական գազམ་ագերբություններ համատեղ կգազմագերբեն հիշադակային միջոցառում հիշված անմոռանալի Մագի գոմե հայերու թեմ իրականացված ցեղասպանության ճանաչման 40-ամյակը խորագրով։ Հիմնական բանախոսն է Հարութ Սասունյանը, ով մեծ դեր խաղացած է Մագի մեջ հայերու թեմ իրականացված ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Միջոցառման ընթացքին ելույթ կունենա նաև Բոստոնի Art Nova համազգային երգչախումբը, իսկ Հոմենտմենի սկաուտները կներկայացնեն դրոշներու հանդիսավոր շքերթ։ 1985-ին երկար տարիներու պայքարեն վերջ Մագի ենթահանձնաժողովը ընդունեց զեկույց, ուր ընդգրկված էր հայերու թեմ իրականացված ցեղասպանության մասին վկայող լայնածավալ անդրադարձ։ Այս որոշումը դարձավ Մագի առաջին պաշտոնական ճանաչումը։ Միսակ Մանուշյանի գիսանտրիի իրականացման համար հայտարարված մրցույթին հաղթած է Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը։ Երևանի մեջ կդեղադրվի հայ բանաստեղծ Ֆրանսայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը։ Քանդակի համար հայտարարված բաց մրցույթի արդյունքին ստացված էր 10 հայտ։ Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացավ 10 ցայն։ Երկրորդ տեղը 2 ցայնով զբաղեցուց Արմենակ Վարդանյանի քանդակը։ Գիսանտրին կդեղադրվի Միսակ Մանուշյանի անվան բուրակը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։